Երեխեքի առողջական վիճակի հետ կապված կարող եմ ասել, Դավիթը ունեցել է առողջական խնդիր, Միքայելի առողջական վիճակը փոքր-ինչ ավելի լավ էր, քան Դավիթինը։ Դավիթին 3 շտաբ օգնություն են հրավիրել, անգամ առաջարկ է եղել, որպեսզի հոսպիտալացնեն երեխային։ Դավիթը հրաժարվել էր, բայց այսօր էլ ընդամենը երևի մի կես ժամ առաջ ենք տեսել, էլի նույն ցավերը ուներ, գլխացավերը ուներ, արդեն իսկ ասել ենք, որ ունի առողջական խնդիրներ։ Այս պայդրությամբ կարող եմ այդքանը ասել, ամեն դեպքում ես գտնում եմ, որ Դավիթի առողջական վիճակը այդքան էլ բավարար չէր։ Իշխանության ներկայացուցիչները պնդում են, որ դա կազմակերպված սադրանք է եղել, ավելին քաղաքականացնում են, նշում են, որ Գևորգ Գևորգյանն է կազմակերպել, ևս ձերբակալել են այսօր։ Ժողովուրդ ջան, ուրեմն այսօր էլի առիթ ունեցել եմ, հայտարարել եմ, երեխաները ընդհանրապես որևէ քաղաքական կուսակցության անդամ չեն, երեխաների ընտանիքի անդամները որևէ կուսակցության անդամ չեն։ Դա հայտարարում եմ որպես փաստաբան եւ հայտարարում եմ որպես այդ ընտանիքի մոտիկ մարդ, որտեղ հենց իմ տղաս սովորում է այդ երեխաների հետ։ Արդեն 10 տարի մենք սովորում ենք այդ երեխաներից, այսինքն երեխեքը մեծացել են իմ աչքիս առաջ։ Գևորգ Գևորգյանը ընդհանրապես բոլորս զարմացանք, դեռ ավելին ասեմ, երբ որ Գևորգ Գևորգյանին ձերբակալել էին, մենք շատ զարմացանք եւ քնչականում, երբ որ երեխեքը Գևորգին տեսան, Գևորգյան, ասեցի երեխեք ջան, այս են ձեր կասկածանքի որոշման մեջ, որ գրած է Գևորգ Գևորգյան, ինքն ասեցին, վայ բարև ձեզ Գևորգ ձյաձյա։ Շատ զարմացան երեխեքը։ Ընդհանրապես որևէ կապ, որևէ առնչություն Գևորգ Գևորգյանի հետ երբևէ չեն ունեցել։ Երեխեքը որևէ մի կուսակցության, որևէ մի падգամավորի, պաշտոնատար անձի ընդդիմության ներկայացուցիչի հետ ընդհանրապես կապ չունեն։ Միայն մեկ բան կարող եմ ասել, երեխաները անգամ կարող եք հետաքրքրվել, յուրաքանչյուր շաբաթ գնում են պատարագի, կիրակի օրերը շատ հավատավոր երեխեք են։ Եթե դուք նկատել եք անգամ կադրերում, աղոթագրքերը երեխաների ձեռքում են եղել, արգրավել էին աղոթագիրքը, ընդ որում երեխեքը կարող եք հետաքրքրվել տեսել, ԶՊՎ-ում հարցրել եմ, ինչ եք ուզում, ասել են մեր աղոթագրքերը բերեք։ Աղոթագիրք ենք այսօր տարել երեխեքին։ Յուրաքանչյուր կիրակի նրանք մասնակցում են պատարագի, կամ Սուրբ Աննայում, կամ Զորավոր եկեղեցիում։ Ի վերջո այդ սադրանք արդյոք անվտանգության աշխատակիցների մեղքով տեղի չունեցավ, որովհետև նրանք նախ ուշացած մտան ու փորձում էին այդ մարդկանց մեջ ճանապարհ բացել, հրել, այն դեպքում, երբ որ մարդիկ կանգնած աղոթում էին պատարագի։ Եկեք ես այսպես ասեմ, ես այս պահին գործի իրավական կողմին շատ չեմ ուզում անդրադառնալ, նախ ասեմ ինչի։ Եվ հայտարարեմ նաև, որ երեխաներին դեռևս մեղադրանք առաջադրված չէ եւ հույս ունեմ, որ մեղադրանք չի առաջադրվելու, հույս ունեմ ամեն դեպքում։ Երեխաները ընդամենը ունեն կասկածյալի կարգավիճակ։ Թե սադրանք էր եւ ով սադրեց այդ ամենը, ամեն դեպքում դրա մասին կարծում եմ հույս ունենամ, էլի կրկնեմ, որ խոսելու առիթ չունենամ, բայց եթե այդպես լինի, ուրեմն վաղը ես այդ մասին արդեն հայտարարությամբ հանդես կգամ։ Տեսեք, կադրերից երևում է, որ տղաներից մեկը կանոնը կհիշեցնեք, Միքայել եւ Դավիթ։ Դավիթն է երևույթին, ձեռքով փորձում է ինչ որ գործողություն է իրականացնում։ Կարող եք դա դետալային ներկայացնել, ինչ գործողություն է, որն է եղել դրա նպատակը, ինքը նախաքննական մարմնում հայտնել է դա։ Ուրեմն, քանի որ Դավիթը դեռևս հարցաքննվել է, բայց հրաժարվել է ցուցմունքներ տալուց։ Դավիթը ոչ թե հրաժարվել է իր գործողությունների վերաբերյալ, ոչ թե հարվածելու, ինչպես որ փորձում են ներկայացնել, հարվածելու փորձ կատարելու մասին, այլ ընդհանրապես իր գործողությունների մասին, որտեղ ասում է, որ ես ուզում եմ իմ տեղս կանգնեմ, դեռևս դրա մասին ցուցմունք չի տվել։ Երեխան ցուցմունք չի տվել զուտ այն հանգամանքից ելնելով, ես ձեզ ասում եմ, եւ որպես ծնող, եւ որպես փաստաբան, նա դեռ չի էլ գիտակցում իր հետ, անկեղծ չի գիտակցում իր հետ ինչ է կատարվում։ Մենք չուզեցանք ավելի հոգեբանական ճնշման երեխուն ենթարկենք եւ ասենք ցուցմունք տուր մի հատ մեկնաբանի, անգամ ես, որ 3-4 անգամ արդեն առանձին տեսակցություն եմ ունեցել երեխու հետ, աշխատում եմ այդ դեպքի մանրամասների հետ չխոսեմ, որտեղ էմոցիոնալ ֆոնը շատ լարված է։ Իսկ եղբայրը ինչ էր անում այդ պահին, որ երկու եղբայրներին են։ Եղբայրը հետևը կանգնած աղոթում էր, երբ որ տեսավ, որ մյուս եղբայրը ինչ որ լարված էմոցիոնալ վիճակում է, ասում էր Դավիթ հետ արի։ Ընդամենը տեսեք, դուք այդ գործողությունը արվել է երկրի վարչապետի նկատմամբ եւ ակնհայտ երևում է տեսանյութերից։ Դուք որպես իրավաբանությունից գիտակ մարդ, ոնց եք մտածում, ինչ պետք է անեն իրավաբանները, նախաքննական մարմինը ինչ պետք է անի, որ հետագայի համար,
զերծ պահի հանրությանը նման գործողություններ իրականացնելուց, եթե դա իհարկե հանցագործություն է։ Ես դա չեմ համարում հանցագործություն, դա հարցի մեկ այլ կողմն է, բայց թույլ տվեք ձեր այս հարցի մեկնաբանությունը չտամ, որտեղ այս հարցի մեկնաբանությունը եթե տամ որպես իրավաբան եւ որպես քաղաքացի, չեմ ուզենա, որ դա ասոցացվի երեխաների հետ։ Ընդամենը դա, որտեղ ցանկացած իմ խոսք, ես արդեն տեսա, իմ նախորդ ինտերվյուից հետո տեսա նաև թե ինչ մեկնաբանություններ են եղել, ինչպես նաև ներկայացնում են, որ անգամ փաստաբանները մանիպուլացնում են ժողովրդին, որ երեխաները դպրոցական են։ Ես չեմ պատկերացնում, որ կարելի է այդ հարցը գոնե ամենապարզունակ 29 դպրոցում, որ այդ ամենապարզունակ հարցը կարելի է մանիպուլացնել։ Դուք պատկերացնում եք, եթե ես հիմա իմ դիրքորոշումը հայտնեմ դրա մասին, ինչ կկատարվի։ Դրա համար ուղղակի ես ձեզ խնդրում եմ, այս պահին ես զերծ մնամ իրավական գնահատականներից եւ դիրքորոշումից որպես փաստաբան, այլ ընդամենը մենք ներկայացնենք, ես ինչի շատ կուզենամ, որպեսզի դուք զրուցեք, իմ հետևում հիմա կանգնած են մեր երեխեքի, մեր դպրոցի ծնողները, ովքեր երեկվանից ինչ տեսել են այս ամենը, ընդհանրապես 1 րոպե երևի դադար մեզ չեն տվել։ Իրենք երեկվանից են այստեղ եղել, այսօր էլ երբ որ իմացան, որ ես արդեն հարցազրույց եմ տվել, իրենք են խնդրել, որպեսզի իրենք նույնպես իրենց կարծիքը հայտնեն։ Երեխաներին այսօր հասարակության մի զանգված փորձեց ներկայացնել որպես չգիտեմ, էլ հանցագործներ, էլ ներողություն եմ ընտանիքից խնդրում, էլ անդաստիրակներ, այդ երեխեքը բացարձակ երեխեքն են, դրանք 2 դպրոցի դեմքերն են եղել, ու մենք, ես այստեղ ասում եմ ձեզ, որպես ծնող, ես չեմ տեսել մի երեխա, ամենայն դեպս իմ շրջապատում չկա, որ 12 հատ պատվոգիր ունենա, պետական քննությունները միայն 20-ով հանձնի, բացարձակ տիրապետեն 2 օտար լեզվի, ամենաբարձր մակարդակներով։ Դուք նշեցիք, որ առողջական խնդիրներ ունեն, այսինքն կալանքը անհամատեղելի է լինել իրենց խնդիրները։ Ըստ իմ գնահատման, այո։ Ես հիմա մասնագետ չեմ, բայց ամենայն դեպս այն բժշկական փաստաթղթերը, որոնք որ իմ ձեռքի տակ կային, ավելի մանրամասը չեմ կարող ասել, որովհետև դա արդեն անձնական բնույթի է, իմ գնահատմամբ այո։ Մարդու իրավունքների պաշտպանի հետ զրուցել եք, ներկայացրել եք այդ թղթերը հիվանդության։ Հիվանդության թղթերը չէ, երեք երբ որ արդեն խոչընդոտ էր ստեղծվել քրեական վարչությունում եւ մեզ տևական ժամանակ չէին թողնում երեխաների մոտ բարձրանանք, մենք դիմել ենք մարդու իրավունքների պաշտպանին, 1 ժամուկես հետո նրանք նույնպես արձագանքեցին, 1 ժամուկես հետո մենք կարողացանք բարձրանալ վերև, այսօր նույնպես ասեմ, որ ՄԻՊ-ի գրասենյակից աշխատակազմից այցելել էին երեխեքին եւ նրանց կենսապայմանների մասին փորձել էին տեղեկանալ։ Առողջական վիճակը վատթարացել է, տեղում բուժօգնություն ցուցաբերել է կամ Դավիթը հրաժարվում է գնալ բուժհաստատություն։ Չէ, Դավիթը ոչ թե հրաժարվել էր, այդ պահին արդեն կարողացել էին համապատասխան միջապնդության արդյունքում, երբ որ երեխան վատացել էր, գիշերը 4-ի սահմաններում է եղել, անմիջապես չեմ կարող ժամանակավոր պահպանման մեկուսարանի աշխատակիցներին որևէ բան ասեմ, շատ արագ արձագանքել են եւ շտապօգնության մեքենան հրավիրել էին։ Երբ որ բժիշկները փորձել էին մի քանի ինչ-որ մի ժամանակ չէին կարողացել երեխայի վիճակը կարգավորել, առաջարկել էին, որպեսզի տեղափոխեն բուժհաստատություն, բայց որոշակի ժամանակ հետո ներողություն, երբ որ կարգավորվել էր երեխայի վիճակը, երեխան արդեն հրաժարվել է, բժիշկներն էլ արձանագրել էին, որ այս պահին արդեն կարիքը չկա։ Ոչ, դեռևս եզրակացությունը չկա, երեխային տարել էին, այդ հարվածը որ ստացել են, դուք նաև տեսել եք կադրերով, այդ հարվածի հետ կապված դատաբժշկական փորձաքննության են ենթարկել, պատասխանը դեռևս չենք ստացել, բայց կարող եմ ասել, որ տեսանելի հետքեր չկային։ Իսկ հարվածի հետ կապված գիտեք որոշակի մանրամասներ, ինչպես է եղել, ով է հարվածը։ Միայն այնքանը, ինչքան որ տեսանյութերով երևում է։ Շատ լավ, ծնողներից ով է խոսել։ Ընդ որում ասեմ, որ Դավիթի ընկերներից են այստեղ, նրանք էլ կուզենան ասեն, իսկ ծնողներ ունենք, ովքեր որ դրսում են անգամ հեռուստակապով են ուզում, չգիտեմ, ոնց է, այդպես են ուզում իրենց կարծիքը հայտնեն, երեխեքն էլ, չգիտեմ, շատ են։ Եթե այդ բոլոր ծնողները գային, հավատացեք, որ երբ այս փողոցը չէր բավականացնի։ Առաջ ներկայացեք եւ ասեք Նիկոլա Ղուբալյան դպրոցում ինչքան առաջ եկեք
Նիկոլ Աղբալյան դպրոցում իմ տղայի համադասարանցին է եղել առաջի դասարանից մինչև 9-րդ դասարան։ Ես այսօր էլ եմ պատասխանել լրագրողի, ինչ-որ մի լրագրողի հարցի, նման օրինակելի, դաստիարակված, հայրենասեր, քրիստոնյա, ես չգիտեմ, նման մարդ շատ դժվար է Հայաստանի Հանրապետությունում չեք գտնի։ Նման մարդիկ պետք է մեր ապագան կերտել, ոչ թե նման մարդկանց պետք է տանել ու ինչ-որ հոդվածներ դնել։ Ինչ ասեմ ձեզ, ինքը դպրոցի դեմքն էր, ինչպես Վարդուհին ասեց, բացարձակ երկուսը եւ Միքայելը եւ Դավիթը, իրանք, չգիտեմ, առանձնահատուկ ունակությունների տեր մարդիկ են, չգիտեմ, տենց մարդիկ կան, որոնք երկրորդ, առաջի, երրորդ, չորրորդ դասարաններում իրանց կյանքի միակ նպատակը լավ սովորել, լավ մարդ դառնալ, հայրենիքին պիտանի մարդ դառնալ, դուք պետք է այդ երեխեքին տեսնեիք Ղարաբաղյան պատերազմի օրերին։ Մարդիկ լուրջ եմ ասում, հոգեկան բաներ էին ստանում ու այդ հայրենասեր, քրիստոնյա մարդիկ շատ եք տեսել 10-րդ, 12-րդ դասարանի տղաները, որ ամեն կիրակի գնան եկեղեցի պատարագի։ Իրանք գնում են, ես էլ եմ գնում իհարկե զորավոր, իմ հետ էլ ինքը շատ եկել ու իրանք նենց են մեկնաբանում Աստվածաշունչը, 1000 տարի եկեղեցի գնացողները տենց Աստվածաշունչ չեն կարողանում մեկնաբանել։ Ու այդ մարդկանց այսօր որոշել են, որ տանեն աբսուրդի ժանրից է, ես չգիտեմ։ Ես 2 օր չեմ կարողանում ուշքի գալ։ Խնդրում եմ, թող ինչ-որ մի պաշտոնյա, հենց թեկու Լուսնե Բադալյանն է, որ այդպես գրում է, թող մի հատ հանդիպում կազմակերպի, գնա Միքայելի Դավիթի հետ զրուցի, իր բոպիկ վիճակից ամոթով հետ կդառնա։ Լուրջ եմ ասում, այդ երեխաները արժանի են ամեն առավելագույնին։ Ու հաստատ ինձ թվում է դա ինչ-որ անկանոն շարժման հետևանք է, որովհետև թիկնապահները հրելով Դավիթի ծնոտին էին խփել։ Ես տենց եմ, ես հնարավոր է չէ 9 տարի սովորի մի դպրոցում ու ոչ մի օր դա ինչ-որ մի ուսուցչի պատասխանած չկա, հասկանում եք, ինչ-որ կոնֆլիկտ արած չկա, այդ դասարանի երևի խաղաղության աղավնիներն էին այդ տղաները։ Ես իմ բոլոր բառերի տակ ստորագրում եմ ու կարող եք նաև գնալ դպրոցում հարցնել։ Մյուսները մոտենակ ներկայացեք, մի փոքր առաջ գնաք։ Ես Նիկոլ Աղբալյանի դպրոցական ընկերներից են, իմ աղջկա Դավիթ Միքայելը, չգիտեմ ինչ ասեմ, շատ լավ տղաներ են, զույգեր են, իրար լրացնում են, ահա որ խելացի, կրթված, մի անգամ չեմ տեսել այդ երեխեքից անդասիրակ ինչ-որ բան, իրանց մաման, իրանց ընտանիքը, մի խոսքով նենց մարդիկ են, որ ուզում ես, որ քո երեխան իրանց հետ ընկերություն անի, ոչ թե ինչ-որ անհասկանալի մի հատ վիդեոյի մեջ տեսնես։ Այսինքն դուք չեք հավատում, որ Չէ, ես չեմ հավատում։ Մեկը պատրաստվում են իրոք հարվածել։ Չէ, անհնարին է, ես նույնիսկ որ ինձ ասեցին, ես հենց սկզբից չեմ հավատացել։ Նույնիսկ որ նայում եմ, ասում եմ կարող է նմանացնում են ինչ-որ։ Իմ համար այդ անհասկանալի է։ Ուղղակի երևի սխալ պահին սխալ տեղում են երեխեքը հայտնված եղել, որտեվ ու հետո մի չկարելի է այդ կոմենտների բաների վերջ տալ, երեխեք են վերջապես։ Նոր լրացած 18 տարեկան այդ երեխա են իրանք։ Ես էլ ունեմ երեխա, իմ երեխու հետ էլ եմ խոսում, տենում եմ, էլի։ Այդ ինչ-որ չար վատ մտքեր չկա։ Բայց ՀԿՊ պատգամավորը մասնավորապես Լուսինե Բադալյանը նշել էր, այդ ինչպես է ստացվում, որ հենց խոսքը Նիկոլ Փաշինյանին է վերաբերում, ասում են առողջական խնդիրներ ունենալ։ Իրենք մտածում են, որ դա կազմակերպված։ Ես չեմ կարող ասեմ, իրանք ինչ են մտածում, ես իմ կարծիքն եմ ասում, ես գիտեմ, որ երեխեքը ոչ մի տենց բաների մեջ չկան, նույնիսկ իրանց մաման սոցիալական կայքերում չկա, ասեմ ավելին, էլի։ Հա չունի ինքը, ուղղակի չի զբաղվում, չի հետաքրքրվում, ինքը իր ընտանիքը, իր երեխեքը նույն ձևերը երեխեքին է դաստիարակել, ու ասեմ թե շատ-շատերը կերազային տենց տղաներ ունենային։ Հիմա մանավանդ տղերի մեծ մասը շատ անդաստիարակ են, թե ծնողների, թե մյուսների նկատմամբ։ Իսկ իրանց երեխեքը լրիվ ուրիշ ձևի դաստիարակություն է, որտեվ կրթված են, ինտելեկտ ունեն, էլի կոպիտ ասած։ Ծնողների հետ խոսել եք, հոգեբանական ինչ վիճակում են։ Դե ասեցին Դավիթը լավ չի, հոգեբանական ծնողները մաման լավ չի, ես երեք վիդեոների մեջ տեսա, ամբողջ օրս փչացավ, անընդհատ զանգում էինք, բայց դե պարզ է, ինքը չի պատասխանի, սենց ասեմ, վիդեոներով էինք իմանում ամեն ինչ, բայց շատ վատ վիճակի մեջ եմ անում։ Կոնկրետ տանջվում ես, ես ին վրա եմ վերցնում։ Ասենք բոլորը կարան իրանց վրա վերցնել, եթե երեխա ունես, պիտի անհանգստանաս, որ կարա տենց բան լինի։ Օրը ցերեկով գնաց եկեղեցի, մեկ է խնդրի մեջ ընկնես, մանավանդ որ դու կապ չունես այդ ամեն ինչի հետ։
մի քիչ տարօրինակ է, էլի։ Օրինակ, այս որպես քաղաքացի ինչպես կստակ եւ դուք եկեղեցում մասնակցում եք պատարագի, ուշացած մտնում են, սկսում են ամրապարփել անվտանգության աշխատակիցները, ձեզ հրել, խանգարել, որպեսզի ճանապարհ բացեն։ Ես շատ ուրիշ ձև կարող եմ զգամ, բայց ես չեմ ցանկանում հիմա իմ մասին խոսամ, որովհետև չեմ եկել ես իմ մասին խոսելու, կոնկրետ Դավիթ Միքայելի մասին ինչ որ ասեցի, դա ճիշտ է, ուրիշ բան չկա իրանց մասին ասելու, մենակ լավ բաներ կարանք ասեն։ Այդ տեսեք, ասում են ընտանիքով են եղել պատարագի, իսկ հնարավոր է, որ Թիկնազորի անդամներից մեկը տղաների մորը այդ հրմշտոցի ժամանակ կպել է, բորբոքվել են տղաները։ Շատ հնարավոր է, ես այնտեղ չեմ եղել, բայց հնարավոր է։ Որտեվ տաքարում տղաներ են 18 տարեկան, մի հատ բոլոր 18 տարեկանի հետ հենց մի հատ փորձեք մի քիչ կոպիտ խոսեք կամ մի քիչ ցայն իմ աղջկա հետ ես որ մի քիչ սուր բանով եմ խոսում, արդեն ամեն ինչ մեր տանը փոխվում է։ Բա տղաների մասին ինչ կարելի է ասել։ Այդ պահերը պետք է հաշվի առնել, ինձ թվում է։ Իսկ ամեն դեպքում դուք կարծում եք հուզական ֆոնի վրա եղել, ինչեր եղել է քաղաքական։ Ու ես չեմ կարծում, ես ինչ տենց ահավոր բան է եղել, որ դարձրել սենց մեծ պատմություն։ Ու ինչ ասես գրում են, այդ մի քիչ ամոթ է, իսկականից ամոթ է։ Երեխեքի համադասարանցիներն են, եթե կուզենաք երեքներն են սպարին։ Հասուն ու ծնողները իրենց թույլտվությունը տալիս են։ Ծնողնակ իմ տղասա, ես էլ եմ թույլ տալիս, իր ծնողից էլ համաձայնությունը ունեմ, կարող եմ հայտարարել։ Հա, եկեք որ բարև ձեզ։ Մի փոքր նախ ներկայացեք դուք Կիրակոսանուսի իրանց դասարանցին եմ 9 տարվա եղել, կարամ ասեմ կյանքիս կեսի իրանց հետ եմ անցկացրել ու այն մեկնաբանությունները, որը կարդացել եմ այդ հոլովակների տակ, ուղղակի աբսուրդային են, երբ որ չես ճանաչում մարդուն ու այդպես վիրավորում ես, ուղղակի չգիտեմ ինչ խոսքեր ասեմ, որովհետև իրանք եղել են այն մարդիկ, ովքեր կարամ ասեմ, որ մեր դասարանի կապող օղակն են եղել, միշտ բարի, միշտ օգնող ու ասենք վիրավորել մարդուն առանց մարդուն իմանալու, կարծում եմ ահավոր սխալ է, որովհետև մենք ոչ թե վիրավորում ենք մարդուն, այլ նաև իր ամբողջ ընկերներին, ընտանիքին ու կոտրում ենք նաև, բայց 9 տարվա ընթացքում ես կարամ ասեմ, որ իրանք իրական եղբայրներ են եղել, ոչ թե մենակ իրանց համար, այլ նաև մեր համար ու առանց իրանց, չգիտեմ, այսպես լուրեր լսելուց, կարդալուց մեկնաբանություններ, թե ինչպես են իրանց նկարագրում, ուղղակի շատ ցավոտ է անկեղծ ասեմ ու ոնց որ չգիտեմ, այլ խոսքեր չունեմ անկեղծ ասելու, շատ ցավոտ է։ Այդ տարիների ընթացքում երբ սովորել եք, որևէ միջադեպի կենտրոնում իրենք հայտնվել են Երբեք, իրանք եղել են գերազանցիկ ու միշտ երբ մենք նայել ենք իրանց, ուզեցել ենք իրանց նման սովորենք ու ունենանք իրենց նման դաստիարակություն, այնպես ինչպես իրենց են դաստիարակել, կարծում եմ բոլորը կուզենային այդպիսի դաստիարակություն ունենալ, որ իմանային կրթությունը ինչ է, իմանային ընկերները ինչ է ու այդ ամեն ինչը գնահատեին, ոնց որ իրանք են արել։ Ոչ մի կռի, ոչ մի բան, երբեք իրանք ոչ մի կռի մասնակից չեն եղել ու կարամ ասեմ, որ ուղղակի կարծում եմ այդ ժամանակ իրանց իրավունքներն են պաշտպանել, եղբայրը եղբոր, ինքը իր ու կարծում եմ Միքայելը Դավիթը մեզ ցույց տվեցին ինչ նշանակում ախբերություն ու ինչպես պետք է լինել միշտ միասնական ու լինել մեկը մեկի մեջքին կանգնած։ Մի փոքր առաջ կգա, ներկայացնեք։ Մերի Էլբակյան, 5-րդ դասանից սկսած սովորել եմ 10-րդ ավագ Նիկոլ Աղբալյանի անվան դպրոցում, հետո ուսումս եղբայրների հետ շարունակել եմ 29-ում, ես իրանց հետ ծանոթացել եմ 5-րդ դասանից ու մենք մինչև հիմա ընկերություն ենք անում, նրանք երևույթի են մարդիկ էին, ում հետ 5-րդ դասանիներ թե 11-րդում խոսալու ընթացքում ամեն անգամ դու կարող էիր հասկանալ, որ նրանց կրթության ու զարգացվածության մակարդակը այնքան բարձր է, որ իրանք դպրոցի հետ տված ինֆորմացիաներն են չարաշահում, իսկ նրանց այսպես ասած պահվածքի հետ կապված թե հանրույթը ինչ է ասում, նրանց պես խաղաղություն սիրոց, նրանց պես ոչ կռվարար անձեր պետք է իրականից ման գալ, քանի որ ընդհանուր ընկերության ընթացքում թե միջնակարգ դպրոցում թե հավաքում բազմիցս այստեղ նկատել եմ, տեսել եմ, թե ինչպես ուրիշ տղաները փորձել են ինչ-որ կռիվ հրահրել, բայց նրանց խոսալու ունակությունների շնորհիվ, նրանց ոչ կռվարար լինելու շնորհիվ նրանք
դուրս են բրծել, չեն կռվել այդ մարդկանց հետ։ Ու այն փաստը, որ երեք մենք իմացանք, որ իրենց կանոնավորել են տենց բանի համար, մենք ամեն մեկը զարմացած էինք, քանի որ նրանք այն երկու անձն էին մեր դասանում, որից անհնար էր սպասել ինչ որ դաժե ամենափոքր խախտումը կամ ամենափոքր միջադեպը։ Իսկ ինչը կապված է նրա հետ, թե իմ կարծիքով ինչի են նրանց կանոնավորը, նրանց ձերբակալը, նրանց գործողությունների մեջ ես ինչ-որ անօրեն բան չեմ տեսնում, իմանալով իրանց և շատ մոտիկից խոսալով նրանց հետև ծանոթ լինելով, ես չեմ պատկերացնում ինչ տիպի պետք է մարդիկ այդտեղ հրահրեն կոնֆլիկտը, որպեսզի նրանք այդպիսի բան անեն, քանի որ նրանք այն մարդիկ են նորից կրկնեմ, որոնք կյանքում չէին կռվի ամենամեծ թե փոքր թեմայով։ Իսկ քաղաքական առումով իրենք ինչ-որ դիրքորոշում կան։ Ես իրանց հետ այսքան ժամանակ շփվելով կյանքում չեմ լսել, որպեսզի իրանք ինչ-որ քաղաքական առումով քաղաքական ուղղվածություն ունենան կամ ինչ-որ կուսակցության անդամ լինեն, դա ավելին ասեմ, նրանց դեպքում ավելի անհավատալի է, քանի որ նրանք ինքներս լինելով ավելի խելացի, ավելի կրթված, քան ես իմ կարծիքով ցանկացել են իրենց ուղղությունը, իրենց սովորել ուղղությունը զատ քաղաքականությունից բան։ Իմ կարծիքով դա ընդամենը այն միջադեպն է, երբ որ մարդկանց բրդելով չեն թողա աղոթեն ու հետո էլ ձերբակալել են նրա համար, քանի որ մարդ փորձել է իր դիրքը պաշտպանի, փորձել է չթողի ուրիշների հանդեպ ինչ-որ տիպի բռնություն իրավունք։ Մի փոքր առաջ գա։ Ես իրենց դասարանցին եմ, 9 տարի սովորել ենք առաջին դասարանից իրար հետ և ես կարող եմ հավաստիացնել, որ առաջի դասարանից, երևի թե բոլորի մտքերին, առաջինը եկել է իրենց անունը, երբ մենք լսել ենք լավագույն և օրինակելի աշակերտներ արտահայտությունը, բազմակողմանի զարգացած չափից դուրս հետաքրքիր մարդիկ շփման մեջ և հենց մոտիկ շատ լինելով միմյանց հետ, ես կարող եմ ասել, որ ընդհանրապես բոլոր իրավիճակներում և միշտ իրենց պահել են չափից դուրս ավելի զուսպ և հավասարակշռված և ընդհանրապես քաղաքականությունից միշտ եղել են շատ հեռու, ոչ մի բանի մեջ չեն խառնվել և տվյալ իրավիճակում ես կարող եմ ասել, որ մարդիկ լինելով հավատացյալ և շատ ուժեղ եկել են ուղղակի պատարագի պարզապես աղոթեն և կենտրոնանան դրա վրա և տեղի ունեցել իրար անցում հրմշտոց, որը հենց իրենց է կոնկրետ կպել և պարզ է, որ ամեն մի մարդու մոտ էլ դա դժգոհություն կառաջացներ, քանի որ իրենց աղոթքին խանգարել են և նաև իմանալով ուղղակի իրենց արդարատենչ այդպիսի բնավորությունը և նաև հաշվի առնելով ամեն դեպքում տարիքային գործոնն է, դա իրենց մոտ առաջացրել է այդպիսի մեծ դժգոհություն և եղել է այսպիսի իրավիճակ, բայց դա քաղաքականության հետ առավել ևս ինչ-որ կազմակերպված բնույթ ուղղակի լինել կրել չի կարող և ընդհանրապես կապ չունի։ Շնորհակալություն։ Կա մարդ, որ եթե դու մենք Ես առաջ մենակ առաջ Ես առաջ գամ, ուրեմն ընդամենը որպես ամփոփում ասեմ, նախ շատ շնորհակալ եմ մեզ արձագանքելու եւ մեզ օգնելու համար։ Միգուցե կրկնվեմ, բայց իրապես ես ուզում եմ, որպեսզի մեր հասարակությունը հասկանա, որ մենք գործ չունենք հանցագործների հետ։ Մենք գործ ունենք 18 տարեկան, դեռևս դեկտեմբեր ամսին են երեխեքը 18 տարեկան դարձել, պայծառագույն երեխեքի հետ եւ հուսով եմ, որ այն կարծրատիպերը, որ արդեն իսկ փորձում են ստեղծել այս երեխեքի մասով, այդ ամենը կկոտրվի եւ Աստծո հույսով սպասենք մինչեւ վաղը, որտեղ վաղը արդեն 72 ժամը լրանում է եւ կհասկանանք երեխաներին տանելու են մեղադրանքի թե ոչ։ Եթե Աստված մի արասցե տարան մեղադրանքի, մենք ձեզ անպայման կտեղեկացնենք եւ բնականաբար կլուսաբանենք արդեն թե հաջորդող քայլերը ինչ են լինելու։ Շնորհակալություն։ Հիշեցնեմ, որ 160 թեմա